ժամանակից առավելության ասավ։ Առաջին խաղակեսում ճիշտ է Նարդին Մուլաուսեյնովիչը շատ արագ կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը, բայց դրանից հետո նույն արագությամբ էլ Նոան երկրորդ գոլը բաց թողեց ու հետագայում Սիգման կառավարում 2-0 հաշվով հաղթել է բանակի կենտրոնական մարզական Ալբանդյանը։ Մինչև հանդիպման մեկնարկը Սերգեյ Մուրադյանը խորհրդանշական մարզաշապիկ է ստանում Նոայի կողմից Astex Premier League-ում 100-րդ հանդիպումը անցկացնելու կապակցությամբ ներկային կազմում չէ։ Իրոք շատ գեղեցիկ ժեստ է սա երկու ակումբների կողմից, սա երկու ակումբների մտահղացումն է։ Ձախից համար 15 Արսեն Սադոյան, կենտրոնական պաշտպաններն են Դավիթ Հնդուկան համար 18 եւ Կլայդեր Մասեդոն համար 44, Կիզապաշտ Հերոսը օրեր առաջ Նիգերիայի դեմ մրցավեճում մեկնարկեց խաղը Ալաշկերտի ֆուտբոլիստներն են գնդակով ունի վերջին շրջանում թե արդյունքներն են վատ թե ցուցադրած խաղը քննադատություններ կան նաև Սանդրո Բերկովիչի ասցեին ասավ գնդակին այստեղ Արսեն Բեգլարյանը բայց հետո շատ կոպիտ սխալ թույլ տվեց եւ քիչ էր մնում Նոան բացել խաղի հաշիվը ու պարտություն եւ գրանցել է 3 ոչ ոքի արդյունք ակտիվ են սկսել խաղը Նոայի ֆուտբոլիստները փոխանցում Աչիեզեր Հովանես Ամբարսումյան բարձրից հասցրեց Ալաշկերտի ամենաարագաշարժ ֆուտբոլիստներից մեկը ստացավ գնդակը վտանգավոր է եւ Գոնսալո Սիլվան Էլդեր Ֆերեյրա ուղարկում է գնդակը Մուլաուսեյնովիչին փոխանցում Ամբարսումյանին երկար տեղափոխություն առաջ այստեղ Էլդեր Ֆերեյրան է պայքարում գնդակ անցավ երկու ֆուտբոլիստների բարձրից փոխանցում Եվ նշանակում է 11 մետրանոց մրցավարը կար կանոնների խախտում ու դեղին քարտ Ալաշկերտի ֆուտբոլիստին։ Դեռ բժշկական օգնության կարիք ունի։ Այստեղից լավ չերևաց, թե ինչ տեղի ունեցավ։ Դեմքին արված ստացավ։ Բայց Մաղտեսյանը, Մանվելյան, Գոր Մանվելյան եւ հաշիվը բացվում է։ Շատ հանգիստ Մանվելյանը գրավեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը կատարյալ արված էր նույնիսկ արվածի ուղղությունը գուշակել չկարողացավ Ալաշկերտի դարպասապահ եւ Նոան առաջ է անցնում հաշվի մեջ Անես Հարությունյանը ձեր էկրաններին է Նոայի ֆուտբոլիստը, որը Հայաստանի գրկված չէ Հայաստանի չեմպիոնի հայտացուցակում Անվելյանը այս մրցաշրջանում իր երրորդ գոլը խփեց նա նախորդ անգամ դարպասի գրավման բաճկի ընկել էր Astex Premier League-ի 8-րդ տուրում գրավել էր Արարատի դարպասը Ալբանդյան փոխանցում Տուգանային հրապարակ վտանգավոր էր, բայց հեռացրին գնդակը Նոայի խաղացողները Գրքին լարված իրավիճակ է եւ սոլում է մրցավարը Եվ կար կանոնների խախտում Նոայի ֆուտբոլիստի կողմից Գոնսալո Սիլվայի կողմից Ոչ, չի վաստակել 11 մետրանոց, որովհետեւ կար խաղից դուրս վիճակ, հիմա հասկանանք թե ինչ տեղի ունեցավ Այստեղ Դավիթ Տերտերյանը հարված ստացավ արդեն բարձրացել է Տերտերյանը դրվագի կրկնապատկերը այստեղ պայքարի մեջ հայտնվեց Տերտերյանը եւ այո Սիլվայի կողմից հարված ստացավ Սիլվան զգուշացվեց դեղին քարտով կոպիտ խաղալու համար Շարունակում է սպասել Գուրամ Ատեսյանը եւ հաստատվում է խաղից դուրս վիճակը պետք է շարունակել հանդիպումը Թյումներ Իսկ սա հանդիպման սկզբում տեղի ունեցած դրվագի կրկնապատկերն էր Այդ փոխանցում Ֆայելուին Սխալվում է Նոայի դարպասապահը Կաջալի դրամ է Տուգանային հրապարակում է դրամեն եւ սա արդեն 11 մետրանոց է Դավիթ Սուալեհեն կանոնների խախտում թույլ տվեց
Երկրորդ 11 մետրանոց այս խաղում եւ Սուալեհեն հեռացվում է խաղադաշտից։ Նոան մնում է 10 ֆուտբոլիստով։ Այստեղ Սայնտինին սայթակեց եւ այո, իհարկե սա խախտում էր։ Միտումնավոր խախտում էր Սուալեհի կողմից։ Կարեն Նալբանդյան արվածում է Նալբանդյանը եւ գոլ 1-1 Ալաշկերտը հավասարեցնում է հաշիվը։ Կարեն Նալբանդյանը իր 8-րդ գոլն է խփում Fast-X Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում։ Այս գոլը Ալաշկերտին Նոայի ֆուտբոլիստները ցավարը մի անգամից գրպանից հանեց կարմիր քարտը։ Փոխանցում Տուգանային հրապարակ տանգավոր է Սիլվա եւ ֆուտբոլիստը անցավ Մանվելյանին դուկա Մոմոտուրը եւ պահել գնդակը խաղալ Օրինսոն փոխանցում Տուգանային հրապարակ կարող էր արվածել Էլդերը, բայց վրիպեց Մանվելյան փոխանցում Տուգանային հրապարակ երացված է գնդակը Բիլալ շատ լավ խաղաց Բիլալ այս դրվագում Գոնսալո Սիլվա տանգավոր է եւ գոլ 2-1 Նոան կրկին առաջ է անցնում հաշվի մեջ Հովհաննես Համբարձումյանը թիմի ավակը կատարեց այս շքեղ հարվածը Նոան կրկին հաղթողի կարգավիճակ է ստանում Սպասենք կրկնապատկերին Բիլալ Ֆոֆանան հրաշալի խաղաց իհարկե քիչ էր մնում Ալաշկերտը հակագրով սկսել այստեղ Աջալի դրամեից փախցրեց գնդակը փորձում էր արվածել պաշտպանները թույլ չտվեցին Մոտակայքում էր Գոնսալո Սիլվան նա ուղարկեց գնդակը Հովհաննես Համբարձումյանին եւ Նոայի ավակը մի անգամից որոշեց արվածել առանց երկար մտածելու Ինչ լինում է թող լինի սկզբունքով Եվ գնդակը հայտնվեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասում Հիանալի գոլ էր Գնդակի հետ դաշինք կնքեց մեծ դրվագում Համբարձումյանը Հիմա էլ զգուշացվում է դեղին քարտով Ալբանդյան արվածում են Ալբանդյանը, բայց գնդակը չանց Սադոյանին Ալբանդյան Կարեն Նալբանդյան վտանգավոր է Տերտերյան Կրկին Նալբանդյան արվածում է Ալաշկերտի ավակը եւ Մանվելյան փոխանցում Տուգանային հրապարակ Էլդեր արվածում է Էլդերը Ասվածք է ստացել Նոայի ֆուտբոլիստը եւ Սուլեց Մատեսյանը Հրավիրում բժիշկների լուրջ վնասվածք եղել է Դոնալդ Կոդյան Հարցրանում է Գոնսալո Սիլվան եւ հավանաբար կկարողանա շարունակել հանդիպումը Մոտենում է ավարտին հրաշալի խաղարկում էր Ալաշկերտի ֆուտբոլիստների կողմից Տերտերյան փոխանցում Տուգանային հրապարակ եւ Մոմոտուրեն վրիպում է Դեր Ֆերեյրա մնաց գնդակով եկել է Մանվելյանը Աչեզրից միացել է գրոյին Հովհաննես Համբարձումյանը ստացավ գնդակը Նոայի ավակը եւ վաստակեց անկյունային Հարցրից փոխանցում Տուգանային հրապարակ վտանգավոր էր 11 մետրանոց են պահանջում Նոայի ֆուտբոլիստները, բայց մրցավարը չսուլեց Անկյունայինի կրկնապատկերը Այստեղ Մոմոտուրեի ձեռքի նպվեց գնդակը Մրցավարը ինչ որոշում կկայացնի Ահա, կրկնապատկերը Այստեղից արդեն այլ կարծիք կարող են կազմել
Ավարտված է առաջին խաղակեսը 11 մետրանոց չկար։ Նոանն առաջին կեսից հետո 2-1 հաշվով հաղթում է Ալաշկերտին, հանգստանանք 15 րոպեի եւ կվերադառնանք։ Ջալի դրամ է, Կարեն Նալբանդյանը բաց թողեց գնդակը, բայց Մոմոտուրեին չհասավ։ Նալբանդյան եւ Մոմոտուրեն հայտնվեց խոտածածկին։ Վնասվածք է ստացել Նոայի ֆուտբոլիստը, այստեղ բախվեց Կաջալի դրամեին։ Արդյոք կկարողանա շարունակել հանդիպումը, թե ոչ։ Այո, բարձրացավ ամեն ինչ կարգին է, առաջին հայացքից ավելի լուրջ էր վնասվածքը։ Փոխանցում Տուգանային հրապարակ, վտանգավոր էր։ Ֆերեյրա։ Եվս մեկ փոխանցում, Գոնսալո Սիլվա չկարողացավ։ Ֆերեյրա։ Սանգարե արվածում է Սանգարեն եւ շատ անհաջող Սանգարեն ըստ մրցավարի Խամոյան, Կորմանվելյան, փոխանցում Աչիեզեր։ Էլդեր Ֆոֆանա, Տուգանային հրապարակում է Ֆոֆանան եւ հակեցին արվածը Ալաշկերտի ֆուտբոլիստները։ Թորարինսոն հիմա գրում է Ալաշկերտը, օրսած գնդակը Ֆոֆանա, Սանգարե, Գուստավո Սանգարե վտանգավոր էր եւ վաստակեց անկյունային հարցրից փոխանցում Տուգանային հրապարակ, վտանգավոր է Ալբանդյան, ուղարկում է գնդակը Տուգանային հրապարակ, ճիշտ էր։ Սայնտինին դեղին քարտ ունի, պետք է զգույշ լինի, հակառակ դեպքում կարող է 9 ֆուտբոլիստով թողնել իր թիմին։ Պերկովիչը զգուշացվեց դեղին քարտով։ Թորարինսոն, Հակոբյան Եվ մեր Խամոյանն է խախտել կանոնները։ Խամոյանը եւս դեղին քարտ ունի։ Կարծես թե Բիլալ Ֆոֆանան այստեղ զգուշացվեց։ Սուլեց Մատեսյանը, Նալբանդյանը արվածում է Նալբանդյանը այս անգամ էլ։ Փոխանցում Տուգանային հրապարակ, արված չտեսանք եւ Փոխանցում Տուգանային հրապարակ, Գոնսալո Սիլվան հեռացրեց գնդակը, Կաջալի դրամե, վտանգավոր է դրամե, արվածում է Կաջալի դրամեն։ Գոնսալո Սիլվան փորձում էր չեզոքացնել վտանգը։ Եվ հնարավոր է ձեռքով տարավ գնդակը։ Ահա, եւս մեկ անգամ կրկնապատկերը պարզեց ձեռքը Գոնսալո Սիլվան։ Ձեռքով օգնեց ինքն իրեն։ Իրականում կար տպավորություն, որ հպվել է գնդակը Գոնսալո Սիլվայի ձեռքին, բայց եկեք շարունակենք սպասել, որովհետև եթե հեշտ դրվագ լիներ, ապա շատ արագ մրցավարը որոշում կկայացներ։ Ժամանակն էլ կավարտվի եւս մեկ անգամ։ Դիտենք Այստեղ նաև միգուցե փորձում են հասկանալ արդյոք Էդգար Փիլոյանը խախտել էր կանոնները Սայնտինիի հետ պայքարում, թե ոչ։ Այո, գնում է դիտելու։ Դա Գոնսալո Սիլվայի ձեռքով խաղալուց առաջ տեղի ունեցավ։ Հասկանանք, թե որ դրվագն է մրցավարը դիտարկում։ Ձեռքով խաղի դրվագը, այո, ձեռքով խաղաց։ Այստեղից շատ պարզ երևում է, որ ձեռքին հպվեց գնդակը։ Ինչև այդ էլ խախտում կարծես թե չկար։ Այնպես որ նշանակվում է 11 մետրանոց։ Այո։ Մոմոտուրե եւ շատ թույլ է արվածում, բայց գնդակը վերադարձավ նրա մոտ եւ Տուրեն գրավեց Ֆայլուի պաշտպանած դարպասը, զայրանում է Վայ Գևորգյանը եւ շատ ճիշտ է անում։ Այսպիսի պատասխանատու իրավիճակում ինչ-որ բան հնարել պետք չէ։ Փորձում էր գեղեցիկ խաղալ Մոմոտուրեն։ Շատ թույլ արվածեց կենտրոնով, միգուցե ցանկանում էր Պանենկա ոճով արվածել, բայց Պանենկան ձախողված էր, արվածը թույլ էր։ Ավանեսյան գործողություններ գրեթե չենք տեսել
Ին առաջին խաղակեսում 11 մետրանոց վաստակեց, դա բացառություն էր Բեգլարյան, միգուցե այդ հավելյալ լարվածությունն էլ ճնշում է ֆուտբոլիստներին։ Նրանք իրենց ամբողջ ունակությունները ցույց տալ չեն կարողանում։ Ֆարայոլա, Նալբանդյան, Տուգանային հրապարակում է Նալբանդյանը և կրկին 11 մետրանոց։ Հերթական անգամ 11 մետրանոց։ Դե սպասենք կրկնապատկերին, այս անգամ էլ սպասենք։ Ահա, Նալբանդյանի փոխանցումը։ Եվ չեղարկում է 11 մետրանոցը Մատեսյանը։ Բարցումյանի ձեռքին չէր ըպվել գնդակը և այո։ Խլեցել դերը, բայց Ֆարայոլան կարողացավ վերադարձնել, սակայն կանոնների խախտման գնով։ Կար փոխանցում առաջ, Էլդեր, Գրգիչ։ Գրգիչ, բարձրից փոխանցում Տուգանային հրապարակ Կլայդերը հեռացրեց։ Վերջին վայրկյաններն են ընթացքի մեջ։ Նալբանդյան փոխանցում Տուգանային հրապարակ և Գրգիչ Դաշյանը հեռվից է արվածում և որսած գնդակը Արսեն Բեգլարյանը։